Հունիսի 17-ին Հարսնաքար ռեստորանային համալիրում տեղի ունեցած հայտնի ողբերգության ժամանակ եղել են զինված մարդիկ, այսօր իր ցուցմունքում հայտնեց տուժողներից Արկադի Աղաջանյանը, ում ծննդյան օրն էին ցանկանում նշել ռազմական բժիշկները։ Մտավ իմ թևը իր աջ ձեռքով, իմ ձախ ձեռքին։ Իր այս մեջքի այս հատվածում զենք կար դրած։ Դուք նկատեցիք զենքը։ Ձեռքս ա կպել։ Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ փաստաբան Լուսինե Հակոբյանի խոսքերով այն անձը, որի մասին խոսում է Արկադի Աղաջանյանը, հայտնի չէ եւ չի գտնվում ամբաստանյալների մեջ։ Իսկ զենքի առկայության վերաբերյալ փաստաբանն իր կարծիքն ունի։ Կարծում եմ, որ այդ զենքի հանգամանքը նույնպես կարող էր ահաբեկող լինել։ Արկադի Աղաջանյանը, ով վերջին ներցուցմունք տալիս տուժողներից, նշեց նաև, որ ռազմական բժիշկ Վահե Ավետյանը սպորտային համազգեստով չի եղել, տաբատը եղել է սպիտակ, ջինսե։ Տուժողի խոսքերով միջադեպից առաջ նա ներկայացել է որպես երկրապահ դրությունն մեղմելու համար, սակայն դա էլ չի օգնել։ Նա իր ցուցմունքում նշեց, որ 6 ամբաստանյալներից եւ ոչ մեկն իրեն չի հարվածել, հարվածողներն այլ անձինք են եղել։ Ես ավտոկայանատեղում պատասխանեմ մի հատ էլ չեմ տեսել չկրվող մարդ։ Ես եկել եմ ասում, թե ամբաստանյալներից ով ում խփել է, չի խփել, ինձ իրանցից ոչ ոք չի խփել։ Արկադի Աղաջանյանին այսօր հարցեր էին տալիս նաև ամբաստանյալների պաշտպանները։ Գարիկ Մարգարյանի պաշտպան Մարինե Թովմասյանը փորձում էր նույն հարցը մի քանի անգամ կրկնելով ավելին կորզել տուժողից։ Ուզում եմ հայտնել, նկարագրել Վահեի դիրքը։ Պատասխանել եմ ես այդ հարցին։ Մարինե Թովմասյանը դա ճնշում չի համարում տուժողի վրա։ Հարցերի որոշակի իրավիճակների պարզաբանումը կամ առհասարակ հարցեր տալը, դա չի կարող որևէ կերպ ճնշում դիտվել։ Հիշեցնենք, որ դեպքից հետո ռազմական բժիշկ Վահե Ավետյանն այդպես էլ գիտակցության չգալով 12 օր անց մահացավ։ Տաթևիկ Ազիզբեկյան, Հովսեփ Հովսեփյան, IPFM։